Իրան, ամեն մի հարց ունի մեկ պատասխան, երևի կմտածեք, որ երկար ժամանակ չէի խոսում, չգիտեի ինչ ասել կամ ինչ-որ բան է պատահել, ոչ, այս ամենը Իրանի շուրջը կատարվող վերլուծություններ էի կատարում, որպեսզի գտնենք ամեն հարցի համար մեկ պատասխան, ինչ է սա իրենից ներկայացնում այս հարցակումը, քանի որ հարցակումը տեղի ունեցել և այս մի քանի հարցակումների ժամանակ անընդհատ ես հետևում եմ, թե ինչ են խոսում և որտեղ են հարվածում, հենց դա իմ մեջ կասկած առաջացրեց և սկսեցի ամբողջը բոլոր ուղղություններով քննարկել, դիտարկել և ինչ է իրականում սա իրենից ներկայացնում, ինչ է անընդհատ Տրամպը խոսում Իրանի մասին և ինչ է փորձում Իրանի կառավարությանը, ոչ թե Իրանին ոչնչացնել, այլ Իրանի կառավարությանը ոչնչացնել։ Եվ նաև Միացյալ Նահանգների մի քանի դեպքեր և նաև Տրամպի շրջապատի մի քանի հայտարարություններ և հատկապես Տրամպի 8 րոպեանոց, մոտավորապես 8 րոպեանոց այդ հաղորդումը մի քանի լեզուներով և հայերեն, որը ամենից լավն եմ հասկանալի, լսելուց հետո արդեն եզրակացությունը և նյութերը ամբողջությամբ ջրի երես հանելով հասկացա, թե այստեղ որն է հարցը, ինչ է կատարում։ Դրա համար ոչ ոգևորվենք, ոչ ուրախանանք, ոչ լացենք, որ Իրանի կառավարությունը ընկնի մեզ համար լավ է, թե վատ։ Դիտարկենք այս ամենը և հասկանանք, իրոք Իրանը իրենից ինչ է ներկայացնում, մեզ համար ով է եղել և ինչ է կատարվում այսօր աշխարհում։ Մահացավ Իրանի հոգևոր առաջնորդը և Իրանի իրական ղեկավարը Ալի Խոմեյնին։ Նաև կքննարկենք այս երկու մոլլաների ժամանակ ինչ է տեղի ունեցել Իրանում և կիմանանք ընդհանուրը, թե որն էր այստեղ հարցը այս պատերազմի։ Մի քանի պատերազմներ եթե վերցնում ենք և քննարկում տարբեր ժամանակներում նույնպես արաբական երկրների, այնտեղ այլ երևույթներ են տեղի ունեցել, բայց այստեղ ընդհանրապես այլ երևույթ է։ Ինչն էր պատճառը, որ ընտրություններից առաջ Տրամպը շտապեց, որպեսզի ոչ թե հարձակվի զինվորական կամ այդ ատոմային զենք ստեղծելու այդ գործարանների վրա, այլ հարձակվեց այն վայրերի վրա, որտեղ գտնվում է Իրանի ղեկավարությունը։ Եվ ովքեր են Իրանի ղեկավարությունը, իրենցից ինչ են ներկայացնում, հենց դա է այստեղ ամենակարևորը, ովքեր են նրանք, ում են նրանք ներկայացնում, ինչու է նրանց լեզուն երկար, ինչու օրինակ Ադրբեջանի, Թուրքիայի կամ Իրանի լեզուն երկար է, բոլորին մատ են թափ տալիս նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որ ամենահզոր երկիրն է աշխարհում այսօր։ Եթե վերցնենք միայն մի քանի կամպյուտերային գործարաններ, նրանք ամբողջ աշխարհին կծածկեն ամեն ինչով։ Ցանկացած երկիր նրանց մի գործարանի հետ չի կարող մրցել կամ ինստիտուտի հետ չի կարող մրցել։ Որն է պատճառը, որ սրանց տվել էր այդքան լեզու և սրանք այսքան մեծ խոսում էին նահանգների դեմ։ Միգուցե իրենք ունեն ավելի մեծ թաքնված պապա, որը իրենց միշտ հովանավոր է եղել և իրենց էլ այլ բան է ասել, դրա համար են այսքան սրանք ոգևորված այդ ամենը կատարում։ Բայց երբ նայում ես բանակցությունները, Իրանի և նահանգների բանակցությունները, բոլոր բանակցությունները ուսումնասիրելուց պարզվում է, որ այս բանակցություններում ոչ թե նահանգներն են զիջել կամ չկատարել իրենց
իրենցից կախվածը, այլ սրանք խոսափել են իրենց պարտականությունները կատարելուց, բայց որն է այդ պարտականությունը։ Հիմա մենք պաշտպանենք, կամ ես հիմա պաշտպանում եմ Իրանին, թե պաշտպանում եմ նահանգներին, թե այստեղ ճշմարտությունն ենք փորձում ջրի երես բերել եւ հասկանալ, թե այստեղ իրականությունը որն է։ Քննարկենք նաև այս դեպքը։ Ինչեմ նաև Մուհամմադ Մուսադեղը եղել է Իրանի վարչապետ 51-53 թվականներին։ Ինչեմ այս 4 ազնվորություններին այստեղ նաև տեղադրել։ Եթե մենք վերցնում ենք Իրանի պատմությունը այդ ժամանակներում, որը պետք է քննարկենք, ապա եղել է Մուհամմադ Ալի շահը, որից հետո Ահմեդ շահը, որից հետո եկել է Ռիզա Շահլավին, որը հանդիսանում է սրա հայրը, եւ նա հրաժարականից հետո 41-ից 79 թվականներին գահին նստեց սա, եւ հետո իսլամական հեղափոխությունից հետո, որը կատարեցին սրանք, նա փախավ երկրից։ Բայց այս անձնավորությունը ով է, որ ես նրանց այս անձնավորությանը ավելի մեծ եմ այստեղ ցուցադրում, քան այս երկու անձնավորություններին։ Եվ այս տականքը այստեղ ինչ կապ ունի։ Որն է այստեղ հարցը։ Ինչպես ես նշել եմ միշտ, բրիտանական կառավարությունը, բրուտները, նրանք ոչ թե իրենց գաղութները տվեցին եւ ասացին հիմա էլ դուք վայելեք գաղութները, առաջ գաղութացված եք եղել, այլ ոչ։ Գաղութներից ստացած օգուտի սիստեմի ձևը փոխեցին միայն։ Եթե մի ժամանակ իրենք գաղութներում նստած էին եւ ամբողջ գաղութը աշխատում էր իրենց համար, արդեն 1900-ական թվականներին, երբ մեխանիզացիա եւ ամեն ինչ դուրս էր գալիս, իրենց էլ ինչին էր պետք այնտեղ նստել։ Իրենց պետք էր նշանակել իրենց մարդկանց, որոնք այդ երկրի եկամտի մեծ մասը եւ իրենց արտադրանքի մեծ մասը ուղարկեն իրենց։ Եվ Իրանը նույնպես հանդիսանում է բրիտանական գաղութներից այն գաղութը, որը ամենաերկարը եւ ամենահնազանդը կատարում է այդ բոլոր գործողությունները։ Բայց եթե մենք դիտարկում ենք որպես երկիր, ասում ենք այդ տեսեք Հայաստանը կզեց, Վրաստանը կզեց, նույնիսկ Պուտինն է կզում, ձեր լեզվով եմ ասում։ Բայց Իրանը տեսեք մինչև վերջ պայքարում է նահանգների դեմ եւ Իրանի նման երկիր չկա, դուխները տեղը պայքարում են։ Վերադառնանք այս կետին, որպեսզի ձեզ համար հասկանալի լինի։ «1901 թվականին Վիլյամ Կնոքս Արչը Անգլիայից գալիս է Բրիտանիա եւ Դին Շահին, որը շահ էր միայն իր համազգեստով, բայց բրիտանական ծառա, հայտնում է, որ պետք է այդտեղ ինքը ստեղծի մի միություն, որը պետք է զբաղվի, թե Իրանի տարածությունում որքան նավթ կա եւ նավթահորեր ստեղծի, դրանով օգնելով եւ Իրանին եւ իրեն։ Եվ այս շահի հետ նա կնքում է պայմանագիր 1909 թվականին, որը սկզբում կոչվում է Anglo-Air Company, Oil Company, հետո Anglo-Persian Oil Company։
Իսկ հետագայում այդ անգլո-պերսիոն այլ կոմպանին կոչվում է BP, այս անվանումով է մինչև օրս այդ հանդես գալիս Իրանում։ Եվ իրանցիները մինչև անգլո-պերսիան օիլ կոմպանին, որը միայն Անգլիա էր, ստանում էին նավթի 16%, իսկ դրանից հետո ստացան 51% փայատերը բոլոր հանքերի ամենացածր տոկոսը անգլիացիների մոտ 51% էր, այսինքն կային հանքեր, որտեղ նորից 16%-ն էր իրանցիներինը մնացած է իրենց, և կային հանքեր, որտեղ 51%-ը անգլիացիներինն էր, այսինքն ամբողջ փաթեթը գտնվում էր անգլիացիների ձեռքին, և միևնույն ժամանակ և սրա հետ և դրանից հետո ստորագրված բոլոր այս շահեր, մահեր, մոլլաներ, որոնք կան, ստորագրվել է այնպիսի փաստաթուղթ, որ իրանցիները իրավունք չունեն ստուգելու ոչ ֆինանսական, ոչ էլ առաքման քանակները, որակները և ֆինանսները, թե որտեղ ում ինչ է տրվում և իրենք ինչքան են ստանում, այսինքն ինչ կտային, դա իրենցն էր, իսկ եթե չէ մնացածը դա մնում էր բրիտանացիներին։ Եվ իրանական առաջին իրոք հեղափոխության ժամանակ 51 թվականին պահանջ եղավ, որպեսզի շահը նշանակի վարչապետ Մոսադեղին, և Մոխամեդ Մոսադեղը առաջարկեց, որպեսզի բրիտանական բոլոր պայմանագրերը հեչացվեն։ Շահը նրան գործից հանեց, եղավ նոր ցույցեր, այդ վախից շահը նորից նրան վերադարձրեց, և միայն այդ 2 տարիներն են եղել, որը նպաստավոր է եղել Իրանի համար։ Եվ այս երևույթը նույնպես ոչնչացրեցին բրիտանացիները, որից հետո շահին արդեն շահը իրենց պետք չէր, քանի որ շահի ժամանակ ազատություն էր և 79 թվականից հետո մինչ օրս արդեն իրանցիները կհասկանային, թե նավթերը ուր են գնում, Էմիրատները և այլն նույնպես բոլոր նավթային երկրները նավթ են արտահանում, բայց ժողովուրդն էլ է ապրում, բայց իրանական ժողովուրդը հատկապես սրա ժամանակ նույնիսկ խմելու ջրին կարոտ են եղել, այդ մասին նույնպես կխոսենք։ Եվ եթե մենք դիտարկում ենք ամբողջը, ապա միակ և միայն հեղափոխություն կատարող անձնավորությունը եղել է Մոհամմադ Մոսադեղը 51-ից 53 թվականներին։ Իսկ այստեղ այս գործարքների ժամանակ արջի գործարքների ժամանակ այս ականքը արտահայտվում է նավթի աշտարակներից մեր գրպանները լցվեցին, թե չէ մենք կործանման եզրին էինք։ Բայց այս մարդը, որը խանգարում էր բրուտներին, այս մարդուն նույնպես ոչնչացրեցին, հեռացրեցին և 79 թվականից հետո արդեն կառավարությունը վերցրեցին մոլլաները։ Եթե ամբողջը չես վերլուծում, ապա հնարավոր չէ այս ամենը հասկանալ, թե իրականում ինչու, ինչպես և մինչ օրս ինչպես են դա կատարում։ Դրա համար, որպեսզի չմոռանանք, նաև դիտարկենք սրա ով լինելու մասին
և մնացածի։ Ապրիլի 19-ին է ծնվել Իրանի Մաջդադ քաղաքում, նա եղել է ընտանիքի 8-րդ երեխան, հայրը ազգությամբ ազերի։ Սրա վրա ուշադրություն դարձրեք նույնպես, հայրը ազերի, և նույնը էստեղ ովքեր գալիս են, դրանց ծնունդները նույնպես պետք է հաշվի առնվի։ Նաև սրանց իրանական անունազգանում կրելը դա կարևոր չէ, բայց եթե դիտում ես ամբողջը որպես իրանացի և մի սերունդը, մի ճյուղը շահերի, հետո գալիս է սրա ճյուղին, տեսնում ես, որ սրանց ճյուղերի մեջ նույնպես կեղտոտություններ եղել են, սրանք նույնպես մաքուր իրանացիներ չեն։ Եվ ամենակարևոր մոմենտը այստեղ սա է, որի մասին խոսեցի, որ ինչի համար են իրանցիները այդքան լոպաս Ամերիկային ասում, դե կտեսնես ինչ կլինի։ Աբադանը Իրանի այս մասում գտնվող քաղաք է, որտեղ գտել էին, կառուցվել էր նավթահորերը և 50-ական թվականին Աբադանը հանդիսանում էր աշխարհի ամենամեծ նավթի հանքավայրը։ Սա նույնպես ուշադրություն դարձրեք այս ամենի վրա։ Իրանում կա մուսուլման եղբայրություն, այդպիսի մի դաշինք, և նրանց միջոցով անգլիացիք SA գործողության միջոցով լռեցրեցին այս անձնավորությունը։ Ասացի, որ միակ հերոսը Իրանում բոլոր ժամանակներում, երբ որ եղել է, սա այս անձնավորությունն է։ Հիմա կվլուծենք և կհասկանաք նաև մյուսները ովքեր են։ Իսկ Իրանի շահին Այաքս կոչվող գործողությամբ նույնպես վերացրեցին, այսինքն նա երկրից փախավ, դա նույնպես բրուտների գործն էր։ Եվ այդ ամբողջ նավթային ոչ միայն Իրանից, այլ բոլոր երկրներից հսկում է City of London բանկը և համակարգը, որը ապահովում է նավթի հանումը, նավթի անվնաս առաքումը, բոլոր գործողությունները և 1 բիլիոն, այսինքն 1 միլիոն ամերիկյան դոլարի միայն այդ ժամանակներում այդքան նավթ են հանել Իրանից, որը Իրանը ժամանակին հանդիսանում էր համար առաջինը նավթի հանման գործով։ Եվ Royal Navy, նույնպես բրիտանական, ինչ է սա կոչվում, սա թագավորական ռազմական նավատորմը, ամբողջ գործողությունները նրանք են հսկել։ Ինչպես ժամանակին ասեցի, նաև Royal Navy-ն ոչնչացրեց հայկական առևտրական նավատորմը 1200-ական թվականներին, որը մի քանի անգամ ավելի մեծ էր, քան բրիտանական ռազմական նավատորմը։ Ինձ թվում է, այս մասը նույնպես հասկացաք, որ սա կազմակերպված մաֆիա է եղել այս ամենը, այստեղ պատահական ոչ մի բան չկա։ Հիմա գալ ենք արդեն այստեղ, իրականություն։ New York Times-ը ասում է, որ այս խեղկատակ է, այս ինչերը
անում Իրանում։ Իրանցիները նաև նոր նշանակվողները և նոր հավաքը նույնպես մատ է թափ տալիս սրանց վրա։ Եվ նահանգները նույնպես ինչ-որ հարցեր ստուգելուց հետո հասկացա այստեղ մի բան։ Այս անձնավորության հետ, որը իրականում շատ հարցերում իրեն պահում է ծաղրածուի նման։ Երբ որ պետք է եղել, ցույց է տվել, որ հա, բրիտանացիք եք, ձեր կողքին եմ, բայց իրականում սրա հետևի կանգնած անձնավորությունները, որոնք արդեն խելացի, գործարար, մտածող մարդիկ են և այսօր ամենից հզոր այդ ինֆորմացիոն և կամպյուտերային ամեն ինչը նահանգներում է գտնվում, այդ մարդիկ հասկացել են, որ նահանգներ կոչված այդ երկիրը պարկ է բրիտանական կառավարությանը 114 բիլիոն ԱՄՆ դոլար, այդ որտեղից է այդպես, եթե իրենք ավելի շատ արտադրանք են տալիս դոլար, ավելի շատ իրենք են օգուտ տալիս, քան նրանք, և մի բան էլ նրանց պարտք են մնում։ Եվ սրա հետև կանգնածները բարձրացրել են այդ հարցը և եկել այն եզրակացության, որ բացի մի քանի երկրներ, նույնպես Մադուրոյի հարցը, նույնպես մի քանի հարցեր, այդ հարցերը թողնենք մյուս խմբերում, կստուգենք այդ հարցերը, որ պետք է նաև սրանց պոչը խուզել, ինչի պետք է մենք ամբողջ կյանքում աշխատենք և ոչինչ չունենանք։ Այս մասին ես բազմաթիվ անգամ ասել եմ, աշխարհում որևէ մի երկրում կհասկանան, որ օրինակի համար այս բլիթը արտադրելու համար ծախսում ենք այսքան գումար, մատերիալը այսքան, էներգիան, այս ամեն ինչը այսքան, գնում ենք ամեն ինչ, վաճառում ենք այսինչ գնի և մենք դեռ պարտք ենք մնում։ Այսինքն նահանգները ինչ կատարում է այս 200 տարվա մեջ, դեռ պարտք է սրանց։ Եվ այս մարդիկ ոտքի են կանգնել և սրան այս ծաղրածուին էլ դրել են, սա ում ներկայացուցիչն է այժմ դեռ տեղեկություն չունեմ, և իր 8 րոպեանոց այդ զրույցը այս մասին ինչ էր նա ուզում ասել, որ բրուտների դրած այս բոլոր ղեկավարների գլուխ խտրում ենք և եթե ուշադրություն եք դարձրել շատ ուշադիր, ապա նա ասեց. մենք վերացնում ենք այս դնովի կառավարությունը մի քիչ ավելի այլ բառերով և հուսով ենք, որ երկիրը հանձնում ենք Իրանի ժողովրդին, թող ժողովուրդը տիրանա Իրան պետությանը։ Արդեն թարգմանած, որպեսզի հասկանաք, այս ամենը արտահայտվեց այս անձնավորությունը, որը իրեն պահում է խեղկատակի նման, երբ որ գնաց սրանց մոտ բրուտի հետ հանդիպման, ես այդ ժամանակ կասկածեցի, որ կանչել են սրան հրամաններ տվել, բայց երբ որ նա արդեն հարձակվեց կոնկրետ մարդիկ է ոչնչացնում, սկսեցի և սրանց տվյալները ուսումնասիրել և Իրանը ամբողջությամբ ուսումնասիրել և սրա ասածը, թե սա ինչ է իրականում ցանկանում ասել, և սրա խմբին նաև այն մի ասածը, որ այս կեղտ աչքը կա և հսկում է ամեն ինչ սրան, սա էլ է վերացնելու։ Դրա համար նաև երբ Գրենլանդիայի հարցն էր բարձրանում, սրանք նույնպես ոտքի կանգնեցին, իսկ Գրենլանդիայի համար սա ինչ էր ասում. մենք Գրենլանդիան պաշտպանենք չինացիներից, ռուսներից, դուք վայելեք, այսինքն այդտեղ նահանգներում 500
միլիոն եղած այդ թե 300 միլիոն այդ բնակչությունը, նրանք աշխատում են գիշեր, ցերեկ, եւ Կանադան է իրենց լավ ապրում, եւ Ավստրալիա, եւ սրանք են միշտ սրանց պարկ տալիս։ Ես ասում եմ, որտեղից եք դուք մեզ պարկ տալիս, ուր է ձեր արտադրանքը կամ հարստությունը, որտեղից եք ստանում։ Եվ պարզում է, որ վերջին ամենատականք օղակը դա սրանք են, որ դեռ այս ամեն չի քանդվել։ Աշխարհի բոլոր մեծ մասամբ երկրներում քանդվեց սրանց սուտը, բայց այստեղ ամուր ձևով սրանք նստած է եւ չեն թողնում, որպեսզի քանդվի։ Եվ ուսումնասիրեցի նաեւ սրանց ռակետները եւ նաեւ Պենտագոնի հաղորդումը, որ սրանց ռակետները դեռ իրենք էին նաեւ թռչող սարքեր այդ ինքնաթիռներից անօդաչու տալիս ռուսներին։ Բայց ինչու են սրանք տալիս, Իրանը ինչու էր տալիս ռուսներին։ Եվ սրանց զենքի մեծ մասը դա արդեն կատարելագործված, որ սրանք այդ հնարավորությունը չունեին։ Իսկ արդեն Տրամպյան հետախուզությունը գտել է, որ սրանց մեջը լրիվ դա բրիտանական, որ իրենց հետ միասին, նահանգների հետ միասին ստեղծված բոլոր ծրագրերով հրթիռներ են, այսինքն բրիտանացիք են տալիս զենքը սրանց եւ տեխնոլոգիաները եւ գործիքները, որ սրանք ինչ արտադրեն։ Քանի որ այսօրվա Իրանի կառավարությունը նույնպես աշխատում է բրիտանացիների համար, դա այդ մի օղակն է մնացել ամենից հզոր, որ փորձում են արդեն իրոք մարդ կոչվածները, որոնք դրել են այս անձնավորությունը, նրանք փորձում են ազատվել այս տականքներից, գոնե ֆինանսապես ազատվել այս տականքներից։ Ահա թե ինչ է կատարվում իրականում։ Երբ որ ես սրա ելույթ էի եւ Ջեդի Վեսի ելույթը լսեցի, գրառումը կարդացի, որ նա գրում եմ, որ մենք երկարատև այստեղ չենք լինելու, մենք միայն հանձնում ենք երկիրը իրանցիներին եւ վերջացնում դրանով ամեն ինչ։ Այսինքն այստեղ արդեն սրանց երկուսի ելույթից ամեն ինչ արդեն ասված է այստեղ։ Ես զարմանում էի այսքան ժամանակ, թե լավ աշխատում էին, միլիարդատերեր գցենք 100,000-ավոր դրել է, բայց ժողովրդի մեջ չկան, որոնք դարձել են միլիոնատեր, միլիարդատեր, այդ գործարանատերեր եւ այլն, որ հասկանան, որ աշխատում, բայց երկիրը ոչինչ չունի, այս տականքը նորից տանում է ամեն ինչ եւ դեռ պարտք են 114 բիլիոն դեռ պարտք են իրենց, սրանք են պարտք սրանց ոռը պահում են եւ սրանք դեռ պարտք են։ Եվ սրա առաջի զրույցը, որ ՆԱՏՕ-ն կապակում եմ կամ բոլորը մուծվեք, եւ մեն մի երկիր այդտեղ չեմ հիշում, որ մուծում էր կատարել, ափսոս նրանց, որ մուծում են կատարել, մեր ինչին է պետք ՆԱՏՕ-ն, եթե դուք մուծում չեք կատարում, եւ չմուծողը ով է հիմնականում եւ ամենաշատ օգտվողը եւ ում շահերն են սրանք կատարել, սրա նույն ձևով ելույթ ունեցավ եւ փորձեց սրանց ոչնչացնել նաեւ Քենեդի եւ մյուս, որոնք սպանվել են, սրանք ոչնչացեցին։ Հիմա սրա հետևի կանգնած մարդիկ փորձում է այս նույնը նորից վերացնել։ Եթե սրանց վերացնում են, ժողովուրդը նստում է, սրանց կապերը կտրում են, միտեղ այսօր այստեղ, միտեղ այսօր այստեղ, միտեղ այսօր այստեղ եւ սրանց լեզուն կկարճանա։ Եվ ինչի նաեւ Բայդենի ժամանակ սրանք ընդունեցին հայոց ցեղասպանությունը։ Եվ ինչի սրանք չեն ընդունում դա։ Եվ ինչի սա անմիջապես, երբ որ Նիկոլը տալիս էր այդ Զանգեզուրի միջանցքը, եկավ եւ վերցրեց իրեն։ Դա կթողնենք մյուս խմբի համար վերլուծելու, ինչ կատարվեց իրականում։ Եվ այս զենքերը, որ սրանք իբր անթիվ քանակի ունեն, նաև խոսում է այդ ամենի մասին։
Նաև այստեղ անցնենք ռուս-ուկրաինական պատերազմ։ Այս երկուսը հանդիպեցին Այլասկայում, որոշեցին, եւ սա սրա մասին արտահայտվեց, որ այդ ծաղրածուն եւ նահանգների սրանց տված օգնությունը արդեն հասել է 0։ Իսկ ինչ ունեին նաև բրուտները այստեղից տանելու։ Մեծ քանակությամբ մետաղ, նաև այդ ատոմակայաններից եւ նաև մեծ հարստություններ տարբեր, դրա համար Պուտինը այս մասը, որ վերցրել է իրենց, այստեղ ամենամեծ հարստություններն են եւ մի քիչ այստեղ։ Դրա համար սրան ասեց, քեզ տալիս եմ ազատ ձեռքեր, այստեղ էս կամիկաձեի հարցերը լուծեք, իսկ մենք կանցնենք այլ խնդիրների եւ Իրանին չփորձես օգնել, քանի որ Իրանը կատարում է այսինչ գործողությունները։ Եվ եթե տեսնում եք, սրանք զուսպ են, իբր առաջարկում ենք օգնենք, բայց իրականում սրանք զուսպ են։ Եվ նույնը Չինաստանը, սրանք զուսպ են այս հարցերում։ Ինչի համար։ Որովհետև սրանք լուծում են արդեն համաշխարհային այլ քայլ, ոչնչացնում են համաշխարհային տիրոջը, միգուցե իրենք դառնան տեր, միգուցե իրոք դառնան հայերի նման տեր, կամ բրիտների նման դառնան տեր, բրուտների կամ հայերի նման դառնան թույլի պաշտպանեն, կամ բրուտների նման դառնան, բրուտներին ոչնչացնեն, հիմա էլ իրենք սկսեն։ Դա հարց է, թե որն են իրենք, եւ այդ հարցը նույնպես մութ է դեռ, ինչ է սրանք ցանկանում անել։ Բայց այստեղ որ սրան արդեն տվեցին հրահանգ Այլասկայում, որ սրանց հարցերը բրուտական լրտեսի հարցերը արագ լուծի, քեզ ազատ ձեռքեր ենք տալիս, նույնպես խոսում են ամենի մասին, որ օգնությունները 0 են այստեղ։ Եվ այստեղ հարցը որն է, սրանով եւ բրուտին պետք է այս պատերազմը շարունակի, քանի որ սրանք զբաղված են, մյուսները զբաղված են, եւ այստեղ միայն սա է ազատ մնացել, սրան էլ փորձում էր այլ տեղ քաշել Չինաստանի դեմ, չինացիների հետ նույնպես բարեշեց։ Այսինքն այստեղ արդեն գնում է բրուտների եւ նահանգների խնդիրը։ Նահանգները միշտ էլ ցանկացել են առանձնանալ, բայց բրուտները լավ հսկել են։ Սա պատահականություն է, սրա կատարածը պատահականություն է, եւ ինչ են սրա հետև կանգնած մարդիկ դրել մի քիչ այսքան ծաղրացու անձնավորության, որպեսզի նաև հասկանալի չլինի, բրուտները ասեն, դե լավ խաղ են խաղում, հեսա կվերջացնեն, բայց իրենք սերիոզնի հետևին կանգնած մարդիկ սերիոզնի խաղում են։ Բրուտները միգուցե չեն կարողանում դրան պատասխանել, քանի որ մեծ զինանոցի եւ ինֆորմացիոն դաշտի են սրա հետև կանգնած մարդիկ տիրապետում, դրա համար մի քանիսի մասին տեղյակ լինելով, որը պետք է այսօր ասել, այդ է կատարվում։ Եվ այստեղ նաև այն հարցը, Ազերի Իրան հարցը, երբ որ Հայաստանի Ադրբեջանը իբր վերցրեց սա, Իրանը շնորհավորեց ադրբեջանցիների ամբողջականության համար։ Այստեղ ինձ համար հարց մնաց, թե ինչի նրանք շնորհավորեցին։ Բայց Իրանին չէի կպչում նրա համար երկար ժամանակ, քանի որ մտածում էի, որ միակ ճանապարհը սա է, բայց այստեղ ինչ հարց կա, քանի որ այստեղ էլ բերել են թուրքերով լցել, մեզ մնացել է նաև սա, վրացիները կանել նորմալ անձնավորություններ չեն։ Ինչն է այստեղ հարցը, ինչի նրանք շնորհավորեցին, նաև 300,000 ազգիներ կան։ Եթե մենք նայում ենք այստեղ դեռ ներքև կեսն էլ չի երևում, այս մասում 15-ից 20 միլիոն ազերի կա։ Իրանը իբր նաև Թուրքիային է հարվածել, բայց ինչի չի սրանց հարվածում, 3 օդանավակայաններ ունեն, միգուցե այստեղից են նաև ամերիկացի թռչում։ Եվ ինչի առաջին էստական կալիվը ցավակցեց սրանց, հենց այդ գիշեր արդեն ցավակցեց։ Դրա համար կուսումնասիրենք նաև ամբողջը, վերլուծություն,
1901 թվականին պայմանագիր բրիտների և իրանցիների մեջ British Oil կոմպանին վերցրեց իրեն ձեռքը 16% այդ 2009 թվականից արդեն որ արտահանում էին նավթը իրանցիներինն էր, մնացած առուծի բաժինը սրանցն էր։ 51-53 թվականին հեղափոխություն իրականում տեղի ունեցավ Իրանում, այդ մասին ասել եմ։ Վերջին այս թվականներին։ Դրանից հետո մոլլաները հսկեցին երկիրը և մինչ օրս կատարել են փաստաթղթերի և մանրազնին ուսումնասիրություններ, նաև մի քանի հոգով քննարկել ենք այս բոլոր հարցերը, որ սա այսպես է, թե այսպես չէ։ Դուրս է գալիս, որ աշխարհում ամենաշատ աղաղա քանողները, որոնք ոչ մի բանից չեն վախենում, բրիտների ծառաները, և այստեղ միայն մեկ խոսք եմ ուզում շեշտել։ Մոհամմեդ Մոսադեղը սրան ինչ է ասել, երբ որ 52 թվականին սրանց փորձում էր սրանցից լրիվ կտրել և բոլոր պայմանագրերը հետ չանել, ասել էր, ավելի լավ է համազգեստդ ունենաս, թե լինես երկրի թագավոր։ Եվ այս տականքը նույնպես չէր հասկացել, այսօր եթե սրանց անելու են, իբր Ամերիկայից մտածում է, որ սրա լակոտը կգա, դա սուտ է, ոչ մեկի լակոտն էլ չգա։ Եվ շահերը և մոլլաները բոլոր ժամանակներում ծառայել են և մինչ օրս ծառայում են բրիտներին։ Եթե նրանք ծառայում են նրանց, ապա նրանք մեզ համար, լավ հայերիս համար, լավ ոչինչ չեն կարող կատարել։ Եվ այստեղ էլ սրանց պոշն է խուզում, որ խելոք այլ լրտես, լրբի լակոտ, տեղդ վերենգի և երբ որ բաժանում էր, սա ճիշտ էր բաժանում, որ եկեք հարմարվեք, պրծեք, վերջացնենք։ Այսինքն իրեն պետք է, որ բրուտները սա չվերցնեն, ով ուզում է վերցնի, ուզում է սրանց մնա, ուզում է սրանց, մենակ նրանք չվերցնեն։ Նրանց ներսի կռիվը դրանց հետ։ Եվ այսօր, որ մենք տեսնում ենք այսքան ազերի և վերջում ասացի նաև այս բոլոր վերլուծությունները, այսինքն Իրանը մեզ բարեկամ երկիր չէ։ Մենք այստեղ բրուտը երբեք չէր թողնի, որ մենք այս մասում լրիվ շրջապատված ենք մեր թշնամի երկրներով։ Իրանը կարող է մեզ բարեկամ դառնալ, եթե բրուտյան այս բոլոր տականքները, որոնց ցուցադրեցի, նոր շահերը և այլն, բոլորը սատկեն, հակառակ դեպքում սրանք միայն խաղ են խաղում։ Այս երեքին դրել է, որ սրանք միայն խաղ են խաղում։ Եվ խաղը ինչպես են խաղում, իրանցիներն են խաղը խաղում նաև մեր դեմ, որպես հինասկ, թե այս ինչ խաղ է գնում։ Ցուցադրեցի, որ այստեղ բոլորը ազերիներ, ոչ թե միայն ազերիներ, թուրքեր են այստեղ լծված Իրանի հյուսիսային մասը և Թեհրանում։ Երբ որ դիտարկում ես սրանց բոլորի տվյալները, թե սրանք ովքեր են եղել, սա ծնվել է այս մասերում։ Բայց նույնիսկ հայ ամենափոքրիկ կամ պաշտոնյա, նույնիսկ ոչ պաշտոնյայի, եթե կարդում ես, ապա տրված է լինում, ծնվել է այստեղ, հայրը սա, մայրը սա, աշխատել է այստեղ և այլն, բայց սրանց մասին միայն, որ Ղոմ քաղաքում է ծնվել այստեղ և մնացածը չի ասում։
Քանի որ հասկացան, որ նաև մենք եւ աշխարհում շատերը ստուգում են, թե սրանք ազգությամբ ով են եւ ինչ են անում, սրանց բոլորի ազգությունները այդտեղից հանված են։ Արևելյան Ադրբեջանում Մոլլի մասին արդեն ասացի, Մոհամեդ Շիրազի։ Ոչ մի բան չկա, ծնվել է այս ինչին Իրանի զինվորական սպա եւ ոչ մի բան չկա։ Բոլոր լեզուներով, որոնք կան այդ լեզուները, այստեղ 5 լեզու է։ Մնացածով բոլորով այս ամենը ստուգել եմ, չկա։ Ինչի համար չկան, սրանց տվյալն է։ Մի քիչ սրա մասին տվյալ կա, որ ինքը արաբների հետ է եւ արաբական ծագում ունի կիսով չափ, եւ երբ որ գալիս ենք արդեն սրան ենք հասնում, ծնվել է Նաջաֆում, բայց ով է, ինչ է, ով են ծնողները, այստեղ միայն տալիս է, որ ծնողները փախել են Իրաք եւ հետո վերադարձել շահի ժամանակ, բայց ովքեր են ծնողները, ազգությամբ ինքը ով է, ինչ է, նորից բացատրություն այդտեղ չկա, այսինքն բրուտները նաեւ դա են արգելել, որ մենք եւ հասկացող մարդիկ չհասկանան, թե Իրանը իրենից ինչ է ներկայացնում եւ այստեղ ովքեր են։ Եվ նաեւ այն հարցը, որը ձեզ կհետաքրքրի եւ պետք է նաեւ իմանաք, ինչ է Իրանը մատ թափ տալիս նաեւ Իսրայելի վրա եւ ինչի նաեւ Պաղեստինին Իրանը բրիտանացիների հետ զինեց եւ այդ ամենը տեղի ունեցավ։ Եվ ինչու է անընդհատ մերձավոր արևելքում Իրանը իբր բոլորին թեւթիկում կանգնում, բայց ինչ է այստեղ հարկավոր Իրանի տերերին, բրիտանացիներին։ Նրանց հարկավոր է, որպեսզի անընդհատ կոնֆլիկտներ լինեն այդտեղ, այդ կոնֆլիկտներով մարդիկ զբաղվում են, բայց իրենք այդ երկրի հարստությունը բոլորը տանում են։ Սա է, այս ամբողջ մեխանիզմը սա է, եւ եթե Իրանը իր նավթը, գազը չտար բրուտներին, ապա բրուտները այսօր այդ թափը չէին ունենա եւ իրականում միգուցե նաեւ ԱՄՆ լիներ, նաեւ անկախ ոչ թե կախյալ բիլիոններով բրուտներից, նաեւ աշխարհը այլ տեսք եւ այլ ձև կունենար, եթե նրանց չես ոչնչացնում մինչև վերջ, ապա այս ամենը այսպես էլ պետք է տեղի ունենար։ Եվ դրա համար Իրանի այսօրվա ղեկավարությունը իբր մեզ, որ իր վրա մեր կողմից չհարձակվեն, լրիվ դուք եք հյուսիսում այդ տականք, էլ ինչ եք այդ խաղը խաղում, երբ որ գիտենք դուք ովքեր եք, երբ որ գիտենք այս քարտեզով, այս լրիվ ադրբեջանցի թուրքերը եք այստեղ եւ Իրանն էլ դուք եք ղեկավարում, ոչ մի իրանցի, ինչպես Հայաստանում, ոչ մի հայ Հայաստանը չի ղեկավարում, նույնն էլ այստեղ ոչ մի իրանցի իր երկիրը չի ղեկավարում։ Եվ ասացի միակ հեղափոխությունը երբ է եղել։ Եվ նաեւ այն հարցը, այս տականքի նրա հակած կապածին, նայելու ձևին նայեք, նրա արտահայտությանը եւ ամենտեղ նրա խլդո աղբորը իր նման ոչլոտներին, ինչի այս խաղը նաեւ սրանք կատարեցին։ Նույն օրը նաեւ խոսեց այս տականքը ինչ-որ մեղրու հարցը։ Այս երեքը սիամական եկվորյակների նման կապված են իրար։ Սրանց Լևոն Պապան բռնել սրանց այսպես կապել է։ Եվ սրա գնալը նաև Լոնդոն, հեծանիվ քշելը եւ այլն, այս
ամենը խոսում է կամ սա ու տերտերը մեր այդ կաթողիկոսը, որ այդ բրուտին պատիվ տվեցին հետ $100,000 ընթրիք էին կազմակերպել եւ այլն, այս ամենը խոսում է այն մասին, որ սրանց նույնպես նահանգներում չեն ընդունում, նրա համար, որ գիտեն, որ սրանք էլ նույն խաղն են խաղում, նույն խաղը արդեն սրանք խաղում են այդ Ադրբեջան, Թուրքիայի հետ, նաև ռուսների հետ, դրա համար սրա հետ առհամարանքով խոսեց եւ առհամարանքով խոսեց նաև Տրամպը այդ Ալիևի հետ, բայց ասելով, որ այսքան տարի մնում ես, դե լավ տղա, բայց նաև կշեշտի Իրանի հարցը լուծելուց հետո դա փոքր հարց է, որ այ փորնիկ, այդ ոնց է, որ նորից ադրբեջանական նավթը մանթաշով սաղ վերացան, մնաց նորից British Oil կամպանիու ձեռքը, ես ինչ է աշխարհում կատարում, նաև դա կքննարկեն, եւ այս 3 տականքը ինչ որ այդ ընտրությունների կապակցությամբ խաղ են մտածել, կամ գիտեմ, որ հարված է գալու, հերթով փախչում են, ոնց որ Ռիտայի մահը կազմակերպեցին, որ դատի չտան, որ երեխեք է վաճառել, նույնն էլ սրան թվում է ինքը այդ ամեն ինչից ազատվելու է, կամ սրանք այս ընտրություններում ժողովրդի աշկերը նորից փորձում են փակել, սա փոքր հարց է, այս հարցով, այս պոռնիկի կատարած հարցով, հայկական մեդիան էլ լսում ես տիկին Աննան, ինչ տիկին է այս պոռնիկից, ինչ տիկին, կամ սրանից ինչ տղամարդ, կամ սրանից էս ոչլոտներից, իրականությունը սա է, այսօր իրականությունը սա է, որ հայերի մեծ մասն էլ երևի անիծում եւ այլն գովաբանում են կամ կգնան նաեւ կսքեն իրենց տներում այս տականքի մահը, բայց իրականում հենց սրա ձեռքով էր բրուտը կարողանում մեր տարածաշրջանը եւ հսկել եւ անընդհատ խառնաշփոթի մեջ պահել Իրաքի, Սիրիայի, Լիբիա, անընդհատ այդ երկրներում միշտ նման բաներ էին տեղի ունենում եւ Բեյրութի ժողովուրդը հայերը ոչ մի անգամ ասած չեն, որ 10 տարի գոնե հանգիստ է եղել իրենց մոտ, անընդհատ սրանք պետք է այնտեղ զենք տանեն եւ դուրս անեն իբր Իսրայելի դեմ եւ այստեղ պատահական չէ, որ նաեւ նահանգների այդ ծածուկ ղեկավարները, որոնք այդ ծաղրացուի Տրամպի հետևին կանգնած են, նրանք նաեւ քաշեցին նաեւ Իսրայելին, որ արի դու էլ դզվի, հերիք է դրանց խաղը խաղաս եւ այստեղ նաեւ շատ հարցեր երևի բարձրանա, եթե դա չանեն եւ կամ սրանց ոչնչացնեն էս Տրամպի հետևին կանգնածներին, նորից նույն տականքությունը գնալու է, եթե չէ սրանք միգուցե մի բան փոխեն, այս մի լավ լուր է, այսքան ժամանակ մի քանի տարվա մեջ, որ մի քիչ սփոփում է նաեւ նա, որ ոչ թե սրանք պահեցին, նաեւ Զանգեզուրի միջանցքը երևի հենց հարցը նա էր, որ ռուսներն էլ չեն կարողանում ոչինչ ասել բրուտներին, Տրամպը վերցրեց իր վրա, որ սա իր միջանցքն է, այս տականքը Ալիևն ասում է, չէ, դա մեր միացնելու, այս Նիկոլ Չեղասն էլ ասում է, չէ, դա միջանցք է միայն, եւ տեսնենք իրականում ովում կսպանի բրուտները Տրամպի տերերին, թե հակառակ բան տեղի կունենա, թե նաև աշխարհում ինչ փոփոխություններ կլինեն, բայց եթե Իրանում արդեն իրանցի ժողովուրդը եւ Իրանի պարսիկները, իրական պարսիկները նստեն ղեկավար, այլ կառավարություն կլինի, նաև մեր հետ կապ այլ կլինի, նաև սրանց այս արանքի հնարավոր է սրբեն, իսկ սա ես միշտ մտածել եմ, այս 10-15 միլիոն մոտարապես մի 20 էլ են ասում,
Սրանց ինչ են բրուտները բերել նաև այստեղ կենտրոնացել, սրանց հետ չեն միասել, որպեսզի մեզ խեղդեն կամ իրանին։ Սա պատասխանը այս բոլոր հարցերի արդեն տրվում է։ Բրուտները այսօր հսկում են Իրանը, իսկ Տրամպի հետևի կանգնած մարդիկ ոչնչացնում են բրուտական նաև այդ մի ճյուղը։ Ինչպես նշել եմ, բրուտները սարդի նման են, սարդի մի ոտք կտրում են նահանգներում գտնվող այդ Տրամպի տերը։